Ողջույն բոլորին։ Նոյեմբեր ամսվա վերջն է, արդեն պաղ է դրսում, տաք հապուր ցանկացա։ Պատրաստելու ենք սունկով եւ հավեկրսկամիսով ապուր։ Սունկի ապուրների տեսակներից մեկ տեսակ նաեւ այսօր կպատրաստենք։ Սունկով ապուրը պատրաստելու այս տարբերակի մեջ ես օգտագործում եմ սունկ, ինձ մոտ սպիտակ սունկն է շամպինյոն տեսակի, 2 փոքրիկ կարտոֆիլ, 1 գազար, 1 փոքրիկ գլուխսող, կես կրսկամիս եւ վերցել եմ երկար մակարոն, ինչպես ասում ենք սպագետի, շատ քիչ։ Ինչու եմ այսքան քիչ վերցնում, որովհետեւ ես ընդամենը 2 կամ 3 անձի համար եմ պատրաստում, քիչ չափաբաժնով է։ Ըստ դրա դուք կորոշեք որքան վերցնեք ամեն մեկից։ Ինչ արեցինք։ Հավե կրսկամիսը փոքրիկ կտրատեցինք այսպես։ Նույն կերպ սունկն եմ մանրացրել։ Իսկ գազարը եւ կարտոֆիլը քերիչով եմ անցկացրել։ Մի փոքրիկ սոխ եմ մանրացրել, ունեմ մի քիչ կարագ եւ հալեցրած պանիր։ Կացայի մեջ մի քիչ բուսայուղ եմ ցողում, որպեսզի կարագը չվառվի։ Կարագն եմ գցում կացայի մեջ։ Անմիջապես տեղավորում եմ այստեղ կտրատած հավի կրսկամիսը եւ կարագով տապակում ենք մի թեթև, այնպես որ երևապատվի։ Ահա, հենց տեսանք երևապատվում է, սունկն ենք ավելացնում։ Այս բոլոր գործողությունները առայժմ կատարում ենք առանց կափարիչը ծածկելու։ Քանի որ չեմ ուզում կարտոֆիլի իր գույնը փոխի, կարտոֆիլն էլ սնկի հետ կգլցնենք կացայի մեջ եւ խառնում ենք։ Սոխը մոռացել էի, բայց ոչինչ, սոխն էլ եմ ավելացնում, կտապակվեն միասին։ Նկատում եք առայժմ ոչ աղ, ընդհանրապես ուրիշ ոչ մի համեմունք չեմ լցնում դեռ։ Մի լավ խառնում ենք եւ ավելացնում եմ գազարը քերած։ Ավելացնում եմ արգանակ։ Աղը դրա համար չէի ավելացնում, քանի որ արգանակ պետք է լցնեմ, հետո նոր կհասկանամ աղը ինչ է հարկավոր անել։ Եվ այս պահին մի քիչ մանրացնում եմ այսպես, սպագետին։ Կարող եք բրինձ լցնել, կարող եք վերմիշել լցնել, ով ինչ ցանկություն ունի, կարող եք ոչինչ չգցել։ Այս պարագայում կափարիչով ծածկում եմ, թույլ եմ տալիս եփվի մի 20 րոպե։ Ինչ ապուրը կեփվի 15-ից 20 րոպե, ես ցանկացա աղցան պատրաստեմ։ Ունեմ խորոված սմբուկ եւ պղպեղներ։ Սարեցրած են։ Հիմա ես պետք է կտրատեմ։ Հետո կանաչիներն էլ կտրատեմ, խառնեմ եւ պատրաստեմ աղցան։ Մենք սիրում ենք այս աղցանը։ Ահա, սմբուկը եւ պղպեղը կտրատեցի, բայց ցանցի մեջ եմ տեղավորել, որովհետեւ սմբուկը խորոված է, այսպես թողել եմ, որ իրեն ամեն դեպքում դառը հեղուկը դուրս գա, ոնց լինի մեջը կլինի, որպեսզի դառնություն չունենա։ Իսկ հիմա պետք է կտրատենք շատ առատ կանաչի, 1 կապ սող, համեմ եւ մաղադանոս։ Այս աղցանը կանաչի շատ է սիրում։ Ահա, այսպես կանաչին էլ մանրացրեցի, ինչպես ասեցի, 1 կապ կանաչ սող, մաղադանոս եւ համեմ։ Հիմա կտեղափոխենք աղցան ամանի մեջ։ Իսկ հիմա կտրատած սմբուկը եւ պղպեղը։ Ճիշտ արեցի, որ ցանցի մեջ լցրեցի, պատկերացեք այսքան ավելնորդ հեղուկ դուրս եկավ։ Շրջում ենք կանաչու վրա։ Մի փոքր աղ ենք անում, հետո կհասկանանք աղը ինչպիսին է։ Բուսայուղ ենք ավելացնում, շատ լավ կլինի, որ ձիթապտղի յուղ լինի։ Եվ մի լավ տակնու վրա ենք անում։
Ինչպես ասացի, այս աղցանը կանաչի շատ է սիրում։ Ահա, այս աղցանը պատրաստ է, իսկ հիմա գնանք ապուրի մոտ։ Ապուրը գրեթե պատրաստ է։ Ապուրի վերջի շտրիխն է, ավելացնում եմ հալեցրած պանիր։ Եթե չեք սիրում, որ պանիր լինի, լավ կլինի, որ արգանակը մի քիչ լցնեք, սերուցքով եփեք։ Եթե դա էլ չեք ուզում, ինչպես որ ուզում եք, ձեզ ինչպես հարմար է, առանց պանիրի, առանց սերուցքի, սովորական պարզ ապուր։ Կթողնեք մի փոքր էլ եռա ապուրը։ Ապուրը արդեն պատրաստ է։ Ծածկում ենք, թողնում ենք, գոնե մի 10 րոպե դանը առնի, նոր կմատուցենք։ Ահա, մեր ապուրը պատրաստ է։ Վրան ավելացրեցի մի փոքրիկ մանրացրած սամիտ։ Ինքը շատ գայթակղիչ, գունավոր տեսք ունի։ Համնել կփորձենք։ Չգիտեմ ոնց նկարագրեմ, շատ համեղ է։ Տաք ապուրը անպայման պատրաստեք, նամանավանդ, որ դրսում սառն է։ Դե ինչ հարգելիներս, այս տարբերակով էլ փորձեք, պատրաստեք և թողանուշ լինի։